Սպորտի ոլորտին անդրադառնալով կուզեմ նշել, որ մենք այս տարի իրականացրել ենք մի քանի ուղենշային ծրագրեր, որոնք շարունակելու ենք եւ մասնավորապես կուզեի նշել կապիտալ ծրագրերի մասնավորի հետ համագործակցությամբ մարզային տիպային համալիրները եւ այս պահին արդեն մեր համագործակցության շրջանակում ներառված է 3 մարզահամալիր Եղեգնաձորում, Արարատում եւ Մարտունիում համապատասխան հողահատկացումները մի մասով արված են, մի մասով ընթացքում են, նախագիծը տիպային շուտով կլինի եւ մենք եկող տարվանից կկարողանանք սկսել շինարարությունը եւ այնուհետեւ մարզահամալիրները կտրվեն հավատարմագրային կառավարման։ Պետք է հիշեցնեմ նաեւ, որ մենք մեծ ծավալի կապիտալ շինարարություն ենք անում տարբեր մարզական կառույցների ուղղությամբ, ինչպես օրինակ քաղաքապետարանի գործընկերների հետ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, որտեղ նախատեսում ենք, որ կանցկացվի նաև 27 թվականի Եվրոպայի առաջնությունը, աշխատանքները մեծ ծավալով ընթանում են, եկող տարի էլ դրանք բյուջետավորված են։ Մյուս կարևոր կառույցներն էլ օրինակ Ամոյանների անվան մարզադպրոցը, որը Արագածոտնի մարզում է կառուցվում, նախագծման փուլը ավարտվում է, Արթուր Աբրահամի մարզահամալիրը, որտեղ արդեն շինարարության փուլում ենք, Վիկտոր Դարչինյանի մարզահամալիրը, որը նաև ներառելու է 2 մեր այլ անվանի մարզիկների Յուրի Սարգսյանի եւ Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցները իրենց հայրենի բնակավայրերում այս ուղղությամբ էլ կառավարության որոշումները ընդունված են եւ համապատասխան աշխատանքները ընթացքում են եւ մարզահամալիրների ու մարզական ենթակառուցվածքների զարգացման այս ծրագրերը իրենց արտացոլումն են ունենում նաեւ մեր կողմից կազմակերպվող սպորտային միջոցառումներում։ Պետք է հիշեցնեմ վարչապետի գավաթի մրցաշարերի մասին, այս տարի արդեն մենք ունեցել ենք ավելի քան 20,000 մասնակից վարչապետի գավաթի մրցաշարերին, 3 նոր միջոցառում այս տարի իրականացնում ենք, բասկետբոլի լիգան արդեն իսկ կազմակերպել ենք, ավելի քան 8,000 դպրոցականներ մասնակցեցին, շատ մեծ տպավորություններ ստացանք առաջին հերթին մոտիվացիայից, որ ունեին երեխաները։ Հիմա հենց համայնքային փուլում են գտնվում վոլեյբոլի լիգայի մասով, որը կամփոփենք դեկտեմբերին եւ նոյեմբերի վերջին կունենանք նաեւ լողի դպրոցականների մրցաշարը, որը կազմակերպում ենք առաջին անգամ։ Այս բոլոր աշխատանքները բնականաբար նույնպես կշարունակենք հաջորդ տարվա ընթացքում։